այսօր բոլորիս է հուզում այն իրավիճակը, որ ստեղծվել է ուղղակի ոչ թե հուզում է, տագնապ է առաջացնում մեր հասարակության ներսում եւ սա իսկապես երևի թե թշնամուն նույնիսկ չես ցանկանա, որպեսզի հայտնվի այսպիսի ծանր իրավիճակում, երբ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունները բախվում են միմյանց եւ այսօր պատճառները երբ մենք փորձում ենք վերհանել, հասկանալի է, որ պատճառները քաղաքական են, զուտ քաղաքական են եւ ասեմ, որ այստեղ մեծ մեղք ունեն այդ նախկին կոչեցյալները, որոնք փորձեցին 44 օրյա պատերազմից հետո ներքաշել հայ առաքելական եկեղեցին ներքաղաքական ռազմորկանների մեջ, ով է մեղավոր թեմայով։ Հասկանում եք, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ 21 թվականի ընտրությունների արդյունքները ինձ համար շոկ էին, կարելի է ենթադրել, որ հենց այդ գիտակցությունը, որ չկա չարյաց, չկա չարիք առանց բարիքների, գերիշխել է թեկուզ ենթագիտակցորեն նախկինների մոտ 44 օրյա պատերազմի ընթացքում։ Այսինքն չկա չարիք առանց բարիքի, եթե պարտվենք, եթե երկիրը պարտվի, Արցախը պարտվի, գոնե իշխանությունը կվերցնենք։ Եվ այնքան մեծ էր այդ համոզմունքը, որ պարտության դեպքում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, որ այն մարդկանց մոտ, նաև սպայական կազմում, գեներալների մոտ, ովքեր պետք է 44 օրյա պատերազմի ընթացքում հաղթանակի նպատակ հետապնդեին, հաղթելու նպատակ հետապնդեին, ենթագիտակցորեն այդ հույսը, որ եթե պարտվենք իշխանությունը կվերցնենք Երևանում, գերիշխում էր նաև Ղարաբաղյան վերնախավի մոտ, Արցախյան վերնախավ, որտեղ Արցախյան վերնախավը միշտ ավելի արժևորել է իշխանությունը Երևանում, քան իշխանությունը Ստեփանակերտում, քան Արցախի գոյությունը, հասկանում եք, եւ ենթագիտակցորեն, որոշ մարդկանց մոտ գիտեք, այստեղ ֆրեդիստական այդ բանը կա, ենթագիտակցորեն, եւ դա ազդեց պատերազմի արդյունքի վրա, այն իրավիճակների վրա, որոնք տեղի ունեցան, եւ երբ որ այս մարդիկ տեսան, որ չստացվեց ազատվել Նիկոլ Փաշինյանից, նույնիսկ պարտության գնով, պատերազմում պարտության գնով չստացվեց նրանից ազատվել, որոշեցին եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին ներքաշել ներքաղաքական այս ռազմորկանների, այս իշխանության համար պայքարի մեջ։ Նպատակը իշխանությունը վերցնելն էր, նպատակը ներողություն, ինչպես այդ պահը խնդրում եմ ավելի մանրամասն, ինչու դուք ասում եք ներքաշեցին, եկեղեցին ներքաշեցին։ Ես հրավիրում էի Բագրատ Սրբազանին, երբ որ նա արշավում էր Թավուշից Երևան, դեռ նույնիսկ ճանապարհին էր, դեռ չէր էլ հասել, բայց մեծ զանգվածային աջակցություն կար նրա այդ արշավանքին, նրա այդ դեպի Երևան երթին, մեծ աջակցություն կար, նաև չեմ թաքցնի, մեր քաղաքագետների միությունից ոմանք գնացել էին, միացել էին մեր քաղաքագետներից, գնացել էին, միացել էին, եւ ես հրավիրեցի Բագրատ Սրբազանին, հրավիրեցի քաղաքագետների միություն, հանդիպելու Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամների հետ, քաղաքագետների հետ, մեր միության անդամների հետ քննարկելու, թե ինչ նպատակներ են հետապնդում, ի վերջո, եւ ինչ ծրագրեր ունեն, եւ նաեւ խոսելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, հիշում եք ես հաղորդում էի Վարում Նոյան տապանում կարմիր գծեր, որտեղ են այն կարմիր գծերը, որոնք եկեղեցականները, հոգևորականները իրավունք չունեն անցնելու։
քաղաքական գործընթացներին իրանց մասնակցությունը բերելով հանդերձ իրավունք չունեն անցնելու այդ կարմիր գծերը։ Որտեղ են այդ կարմիր գծերը։ Այդ թեմայով հրավիրել է հրապարակայնորեն այսպես եւ նա դրա ուրեմն իմ հրավերից 2 օր անց ինքը ոչ թե հաջորդ օրը այլ 2 օր անց ուրեմն իմացա որ նա Բագրատ Սրբազանը գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպել մամուլից իմացա որտեղ համոզված եմ որ Բագրատ arciepiskopos բազում անգամներ էր հանդիպում եւ Սերժ բայց այս հանդիպումը հատուկ մամուլում տարփողվեց հատուկ մամուլով սփռվեց այս ինֆորմացիան որ arciepiskopը Բագրատ Սրբազանը գնացել է հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ սա կարծես իմ հրավերի պատասխանն էր Բագրատ Սրբազանի կողմից իմ հրավերի պատասխանն էր Եվ Սերժ Սարգսյանի կողմից այդ հանդիպման փաստը հրապարակայնացնելը նույնպես իմ հրավերի պատասխանն էր որ իմացի это моя добыча հիշում եք Շերխանին Добычան սրբազանները հենց սրբազաններն հա սրբազանները եկեղեցին Это наша добыча. Եկեղեցին պատկանում է Աստծուն, ոչ Բագրատ Սրբազանինն է, ոչ Դե համար հստակեցնում եմ եկեղեցին Աստծունն է, ով է իմը Աստծունն է, իմը հոգևորականությունը, այսինքն վերնախավային հոգևորականությունը, վերնախավը, հոգևորականության վերնախավը այդ սրբազանները, այսինքն նու հասկանալի է այստեղ ինչա տեղի ունեցել Գայանե ջան, հասկանալի է ինչա տեղի ունեցել։ Տեղի է ունեցել ուրեմն Սեր Ղարաբաղյան կլան կոչվածը, Ղարաբաղյան այդ շակերտների մեջ են վերցնում, չէ, որ ասում են սիցիլիական մաֆիա նկատի չունեն սիցիլիացիներին Դուք դա միտումնավոր համեմատություն Այո, համեմատությունը միանգամայն տեղին է Ուրեմն, երբ որ ասում է սիցիլիական մաֆիա, նկատի չունեն սիցիլիացիներին, իտալացիներին, ովքեր ապրում են Սիցիլիայում, պարզապես դա ուրեմն ընդգծում է որոշակի պատմական իրողություն, որ այդպիսի բան է ձևավորվել Սիցիլիայում, հետո տարածվել աշխարհով մեկ Հիմա այսպիսի բան է ձևավորվել Ղարաբաղյանի ես վերցնում եմ ճակերտների մեջ, որովհետև դա ընդամենը անվանում է, դրա տակ չկա էթնոքաղաքական գնահատական, ուրեմն այս մաֆիան, Ղարաբաղյան մաֆիան այլասերել էր երկու պետական ինստիտուտները, դրա համար էլ մեր պետությունը այսօր կանգնած է փլուզման եզրին Եվ կանգնեց փլուզման եզրին, կանգնեց Արցախի կորուստով դա փլուզման եզրն էր, դա մեր պետության փլուզման եզրն էր, որ կանգնեց այդ եզրին ուրեմն և այնա կարող էր ընկնել անդունդ, և այսօր երբ որ շատերը խոսում են, որ ուրեմն մենք ամենավատթարագույն վիճակում հայտնվեցիք, ոչ, ամենավատթարագույն վիճակը կլիներ այն, եթե մենք եզրին չկարողանայինք կանգնած մնալ կամ գոնե եզրից գոնե կես քայլ հետ քաշվել այլ գլորվեինք անդունդ իսկ գլորվել անդունդը կնշանակեր որ Հայաստանում կսկսվեր պատերազմ օրինակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև օրինակ Իրանի եւ Թուրքիայի միջև հասկանում եք այսինքն ոնց որ Սիրիայում այսինքն Հայաստանը դառնար Սիրիա եւ ոմանք դա ուզում էին Հասկանում եք, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասում էին, որ մասը ավելի կարևոր է, քան ամբողջությունը, չէ, ոտքը ավելի կարևոր է, քան մարմինը ամբողջությամբ, հա, այսինքն չկա Հայաստան առանց Արցախի, չէին ասում, չկա Արցախ առանց Հայաստանի, ասում են, չկա Հայաստան առանց Արցախի, անուններ չտան, դուք գիտեք այդ մարդկանց, Այստեղ էլ են գալի դրանք խոսում են
ձեր մոտ։ Բայց դուք լավ գիտեք դրանց։ Այդ մարդիկ տարիներ շարունակ այդպես էին ասում։ Եվ հանկարծ դա տեղի չի ունենում։ Այսինքն Հայաստանը մնում է, Արցախը չկա։ Այս մարդիկ ուղղակի էլի նորից ենթագիտակցորեն, գուցե չգիտակցված։ Ենթագիտակցորեն ուրեմն ընկղմում են այն մտայնության մեջ, որ ինչու այդպես չեղավ։ Միթե իրանք 20 տարի սխալվում էին, որ ասում են չկա Հայաստան առանց Արցախի։ Արցախը չկա, բայց Հայաստանը կա։ Այս ինչ բան է։ Եվ այստեղ է, որ մենք պետք է հասկանանք հետևյալը, որ այս դիմակայությունը եկեղեցի, այսինքն ոչ թե եկեղեցի, չասեմ եկեղեցի, ուրեմն վերնախավային հոգևորականության եւ անձամբ վեհապար հայրապետի միջև եւ աշխարհիկ իշխանությունների դեմս Նիկոլ Փաշինյանի այս դիմակայության պատճառները հենց նախկինների այդ դավադրությունն էր, որ ներքաշեցին վեհապար հայրապետին եւ ներքաշեցի եւ հոգևորականությանը դեմս նույն Բագրատ Սրբազանի ներքաշեցին ներքաղաքական հանուն իշխանության պայքարի մեջ։ Հանուն իշխանության ներքաղաքական պայքարի մեջ ներքաշեցին։ Բացահայտորեն ասելով, որ պետք է սկզբից դուք հիշում եք 20 թվական 44 օրյա պատերազմից հետո սկզբից փորձում են իրենց ուժերով Վազգեն Մանուկյանի միջոցով մեր քաղաքականության պատրիարխին, այսպես ասած, ուրեմն ծարաբեռնեցին օր մեծություն այդ պարտականությամբ, որ ուրեմն արի դու փողոցը գալվանիզացիայի ենթարկի, փողոցը ակտիվացրու, չհաջողվեց, եւ որ չհաջողվեց, բացահայտորեն ասեցին, որ այո հոգեվորականության միջոցով եկեղեցու քշիրը, հայ առաքելական եկեղեցու քշիրը, հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը մեր հասարակության մեջ ամենամեծն է, բոլոր բարոյական հեղինակությունները կործանված են, եւ եկեղեցին ուրեմն այն բարոյական հեղինակությունը ունի, որ եթե հոգեվորականությունը ուրեմն փորձի գալվանիզացնել փողոցը, ակտիվացնել փողոցային ալիք բարձրացնել, դա նրանց կհաջողվի։ Եվ ուրեմն ներքաշեցին։ Եվ այստեղ է որ հնչեց վեհապարի հայրապետական հորդորը, ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Հայրական հորդորով հանդես եկավ, չէ՞, Գարեգին երկրորդը, որ հորդորում է, որ նա հրաժարական տա։ Շա երևի այդպիսի բան եղել է միջնադարում է եղել այդպիսի բան։ Ժամանակակից պատմության մեջ, որ հոգևոր առաջնորդը ուրեմն դիմի աշխարհիկ ղեկավարին, որ նա հրաժարական տա, այդպիսի բան ժամանակակից պատմության մեջ չի եղել։ Եվ երբ որ ուրեմն վեհապար հայրապետը դիմեց Նիկոլ Փաշինյանին այդպիսի հորդորով, գիտեք, մինչև այդ Նիկոլ Փաշինյանը հայցում էր նրա օրհնությունը, ես ինչ գիտեմ, նորմալ հարաբերություններ էին։ Ինչպես միշտ, ինչպես կարգն է, բոլոր ժամանակակից երկրներում։ Եվ հանկարծ այս հորդորով է դիմում։ Այս իհարկե նախկիններն են, որտեղ այս նախկինները այլասերել էին բանակը, երկու պետական ինստիտուտներ, ինչու Հայաստանը կանգնեց անդունդի եզրին, եւ ինչու կորցրեց Արցախը։ Երկու ինստիտուտները այլասերել էին։
պետության հիմքը դա այդ երկու ինստիտուտներն են, Ների բանակը։ այլասերելով Բանակը- սխալ բառ է, ներթափանցել էին Ոչ, ազդեցության տակ էին չէ, վերցրել, հա, երևի։ այլասերել են, բարի բուն իմաստով։